Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում պահանջում են բանտարկել երկրի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Նոր մանրամասներ են ի հայտ գալիս նրանց հանցավոր գործունեության մասին։ Միևնույն ժամանակ վայ քաղաքական գործիչները կրկին փորձում են վերադառնալ իշխանության, սակայն հայ հասարակությունը կտրականապես դեմ է դրան։ Այսպես կոչված Ղարաբաղյան հանցավոր կլանի ներկայացուցիչներին նրանք մեղադրում են բազմաթիվ հանցագործությունների եւ կոռուպցիայի մեջ։ Քոչարյան Ռոբերտին պիտի ձերբակալեին մարտի 1-ի համար եւ պատժեին, որ արեցին ինչի ձևերով այդ հայտարարությունները եղան, պատիժը չեղավ, նստեց դուրս եկավ, այսինքն մաֆիայի պարագլուխը կամ մեկը պարագլուխներից ուրեմն պատասխան չտվեց այն ձևով, ինչպես հասնում էր իրեն։ Ինքը որ վարչապետ դառնում վախակա հույս ունեինք, մի քանի ընկերներ կային, որ ասում էինք պատերազմ է տեսել եւ այլն եւ ինչ-որ շատերը, բայց պարզվեց, որ այս մարդու նպատակը բացարձակ գողոբուդն է եւ խունդը առաջացնել ինչ-որ արեց եւ իշխանությունը փոխանցել իր թերմացկին։ Ուրիշ կերպ չէր լինի, որտեղ այսպես մի խոսքով դուք տեսել եք ոսկե բարի շրջանից ազգային ժողովի ոչ մի նիստ չի եղել, որ ազգային ժողովի նիստ է։ Գոռում են, ճչում են, պարգում են եւ ուրեմն ամեն ինչ անում են։ Այն դաշնակցությունն էլ ազգային ազգագրական պայքարը ավանդական տեղափոխել է ուրեմն խորհրդարան բանի Քոչարյան Ռոբերտի այդ Կամարիլիայի շահերը պաշտպանելով ազատագրում է գողաթափությունից այս մարդկանց երևի իրեցել է հասնում առանց այդել ուրիշ կերպ չի նա էս է ինչ որ տեղի ունենում բայց գործընթացը գնում է եւ կգնա հիշում եք Թումանյանին ինչ ասում առաջը ջուր հետևը սուր հիմա սրանց հետևը ուրեմն Պուտինի սուրն է առաջը հաջորդի կամքը ասում են պատժեք եւ իշխանությունը գտել է պուլակաթափ անելու այդ ձևը որին դրել աբորնի գույքի ուրեմն վերադարձի այդ հնարավորությունը ժողովուրդ եթե չանքստանա ես կարծում եմ Քոչարյանն արդեն լացել բրծել է մի քանիսը նստելու են անպայման պատժվելու են եթե ինչպես որ դրամադրությունները մնում է հայ հասարակությունը պահանջում է հետաքննություն անցկացնել նախկին նախագահների նկատմամբ քաղաքացիների կարծիքով միայն օբյեկտիվ դատաքննությունը կօգնի թույլատնել լարվածությունը ամրապնդել հասարակության վստահությունը եւ հիմք դնել երկրի հետագա զարգացման համար ընդ որում Հայաստանի քաղաքացիները վստահ են, որ երկրում ոչ մի adekvat հայ 2026 թվականի ընտրություններում չի քվեարկի Սարգսյանի կամ Քոչարյանի օգտին։ Հասարակությունը ես այլ ձևակերպում կտամ, զզվել է այս ամեն ինչից, բայց դա չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ որդի Լևոն Քոչարյանը պետքա իրան թույլ տա հայոյախառն բառապաշարով ազգային ժողովում խոսել, պետքա թույլ տա իրեն ազգային ժողովի փոխխոսնակի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել, իրան պետքա թույլ տա, չգիտեմ, կոռուպցիայից խոսել, ծեծից խոսել, չգիտեմ ինչից խոսել, դրանից բոլորը կարող են խոսել, բացի Լևոն Քոչարյանը եւ Քոչարյան ընտանիքը առհասարակ։ Կրծեր Քոչարյանն էլ արդարանում էր, ասում էր, բա դուք ասում եք 4 միլիարդ չի 100 միլիոնը, 100 միլիոնը ներեգություն է, պապուտ թասիբին, որ կայնում ես, պապուցդ էիք ժառանգություն ստացել, Աղդամից էիք բերել, Լաչինից էիք բերել, Ստեփանակերտից էիք բերել։ Եթե մի մարդ, որ իր կյանքում բացի իր հայրիկի անունից ոչինչ չունի եւ չէր կարող ունենալ, դուրս է գալիս ու սկսում է կուրծք ծեծելով խոսել կոռուպցիայից, երկրում իշխանություն վերցնելուց, մարդկանց այնտեղից շպրտելուց, ցավոտ հարվածներ հասցնելուց, սա ինչի է արվում։ Որ պապայից ստացած ժառանգությունը պահի, պապայի ձեռով թալանած ժառանգությունը, իրեն հանձնված ժառանգությունը պահի։ Մեկը լինի հարցնի եղբայր, 22 տարեկանում դոլարային միլիոնատեր է եղել, ում շնորհիվ, վունդերկինդ էիր, չգիտեմ ինչ էիր, ով էիր դու ընդհանրապես կամ ով կլինեիր դու ընդհանրապես առանց քո հայրիկի, զուգարանում մարդ ծեծող եւ սպանող,
մարտի 1 ու հոկտեմբերի 27 առնվազն իր կառավարման տարիներին եւ իր կառավարման արդյունքում տեղի ունեցած ով էր դու ընդհանրապես Լևոն Քոչարյան որևէ բան ասում այս անուն ազգանունը ձեզ ներողություն ես չեմ պատրաստվում ջայլամային քաղաքականություն որդեգրել հա երբևէ ջայլամի տեսք էլ չեմ ունեցել տապալվել ենք պարոնայք այլ հարցա որտեղ տապալվեցինք ինչն էր պատճառը կարող ենք ավելի լավ անեինք որ չարեցինք քննարկման տեղ կա բայց որ սրանից հետևություններ ա պետք անել դրանում ոչ մի խոսք եթե հետևություններ չենք անում նշանակում է բաց ճակատով գնում ենք գլուխները ստանք պատին նոկդաուն ելնենք քոչարյանասերժական այս խմբակը կամ կդառնա անդիմություն կամ կդառնա իշխանություն ես ենք ուզում ես սա չեմ ուզում ամենայն անկեղծությամբ ու էսուգությամբ ես քայլեր կիրականացնեմ ես նորից եմ կոչ անում դաշտում գործող առողջ քաղաքական ուժերին Համախմբան մեկ ուժի չեմ անում այդ կոչը երկու ուժի չեմ անում Գաղափարապես երեք ուժի չեմ անում 4 ուժի էլ չեմ անում դաշտում գործող առողջ քաղաքական ուժերը թող կոնսենսուսի գան համախմբվեն ու իրական այլընտրանք կառաջարկեն փառք ու պատիվ իրենց չեն առաջարկի ներողություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պետքա մեզ մնում է մի բան անել հորդորել որ որևէ պարագայում Ռուսաստանի Դաշնության խամաճիկներին Հայաստանի Հանրապետությունում իշխանության չբերեն եւ այդ Կրեմլում Լուբյանկայում իրենց նկուղներում գծված ծրագիրը Հայաստանում ապահովել կոնսենսուս մինուս քաղաքացիական պայմանագիր պետքա տապալվի Հայաստանի կառավարության արչև բարդ ընտրություն է դրված կամ ընդառաջ գնալ քաղաքացիների սպասելիքներին եւ ցույց տալ ազնիվ եւ բաց արդարադատության պատրաստակամություն, այսինքն պատժի ենթարկել այսպես կոչված Ղարաբաղյան հանցավոր կլանի ներկայացուցիչներին կամ էլ շարունակվել առերեսվել դժգոհությունների եւ հետագա բողոքի ռիսկերի հետ։